Հովանավոր Art in Beauty Aesthetics Ողջունում եմ իմ շատ սիրելի հեռուստադիտողներին Լոս Անջելեսից եւ իհարկե տեղեկացնում եմ, որ եւս մեկ անգամ ձեր եթերում, ավելի ճիշտ Գրիշա Սանդալյան YouTube-յան ալիքի եթերում մեր շոու նախագիծն է Լոս Անջելեսից։ Եվ իհարկե մենք պարբերաբար խոսում ենք բազմաթիվ թեմաների շուրջ եւ առանցառակ խոսում ենք մեր կյանքի, կենցաղի եւ իհարկե մեր իրականության հետ կապված։ Խոսում ենք Սփյուռքից եւ հաճախ ունենում ենք հետաքրքիր հյուրեր, որոնց միջոցով փորձում ենք հասկանալ շատ հարցերի պատասխաններ։ Այսօր անմասն չէ այդ օրը եւ իհարկե այսօր իմ տաղավարի հյուրն է շարժման առաջին իսկ օրերից ակտիվ գործունեություն ծավալած, շուրջ կես դար Սփյուռքում հաստատված, մշտապես հայրենիքի հարցում հոգատար, մարդ, որ իր ձեռքի 5 մատի պես գիտի Հայաստանը եւ իհարկե նաեւ Սփյուռքը։ Այսօր խոսելու ենք շատ կարեւորի մասին եւ իհարկե իմ հյուրն է ինձ համար լավագույն բարեկամ, մեր շոու հեռուստացրագրի լավագույն ընկեր Արմեն Զատիկյանը, բարև ձեզ պարոն Զատիկյան։ Բարև տեսա։ Բարով եկաք մեր շոու նախագիծ տարիներ հետո։ Լույսը поздно, чем никогда։ Բայց մենք տարիներ առաջ էինք էլի խոսում այս ամեն ինչի վերաբերյալ, փաստորեն ոչ մի բան այսպես ճիշտ ուղով չի զարգանում, որքան որ ես հասկանում եմ։ Հիմա մեր խորագիրը ընդհանուր հաղորդման այսպեսին է լինելու, ինչպես սկսվեց եւ ինչու համար հասանք այս դժոխքին։ Դե դա այնց խորագիր է, որ դրա համար կարծում եմ, որ օրեր, ամիսներ, գուցե տարիներ, որ խոսանք քննարկենք, չի վերջանում։ Մենք ազատ կարող ենք օրեր, ամիսներ, տարիներ խոսել, ոչ մի բան մեզ չի խանգարում, պարզապես պետք է հասկանանք վերջը, փակագծեր բացենք եւ հասկանանք ինչպես սկսվեց։ Լավ, ինչպես սկսվեց այս այս սովետական միության փլուզումից եկեք սկսենք, էլի այնքան հետաքրքիր է ձեզ այս հարցը քննարկել։ Դե ամեն տեսակի լուրջ հարց, որ ասում եմ շատ լուրջ քննարկման կարիք ունի կարճ եւ երկար պատասխան։ Երկար ասացի, օրեր, ամիսներ, միգուցե տարիներ, չգիտեմ ինչքան, ամենակարճը ինչպես սկսվեց եւ ինչու հասանք այս դժոխքին, տենց ասացիք, չէ՞։ Այո։ Հիմքը սխալ դրվեց։ Ինչպես ցանկացած շինություն, ցանկացած տուն, ամրոցամ, ինչ որ կուզեք, հիմքը սխալ դրեցիր, կփլվի վրա կմնաս տակը։ Ամենակարճ ձևով հիմքը սխալ դրվեց, ասողներ եղան, զգուշացնողներ եղան, լսողներ չեղան, վերջում կամաց այսօր փլուզման process-ի մեջ ենք, թե ինչքան փլուզման կդիմանանք, ինչքան տակից գերան կխփեն, կպահեն, մինչև վերակառուցեն, վերանորոգեն, ցույց կտա ապագան։ Բայց հիմա այս վիճակի պատճառը սկիզբը սխալ է դրվել, հիմքը ծուռ։ Շինարարը, ճարտարապետը հիմք դնողը քյոր էր։ Հասկացա, բայց միանձնա էր որոշում այդ հիմքը դնելու հարցը։ Թե այստեղ ուղղակի հիմքը դնելու ուղղություններ կային տարբեր ուժերի միջոցով։ Այդ եմ ուզում հասկանալ։ Դա էլ է տարողունակ հարց, ուրեմն այսպես ասեմ, քանի որ այս տեսակի խորագրով հաղորդաշար է սկսել կամ քննարկում ինչ որ կուզես, ինչքան էլ որ փորձեմ սեղմ տեղավորվել, հնարավոր չի, պետքա նախ թեկուզ նրա համար, որ երևի հանրության 90%-ը չգիտի ինչ ա եղել։ Ով էլ ասանք մեր տարիքի մարդիկ կային կամաց մի մասը գնացին, մի մասը ծեր են արդեն հոգնած ամեն ինչից մի կողմ քաշված։ Ես թափված եմ։ Օրինակ այս նոր սերունդը, եթե ուզենա հանկարծ մեջներից ցանկացող լինի, իմանա իր նորագույն պատմությունը ինչ ա եղել, ել չեմ ասում պես հիմքի մասին, ինքը գիտի այնքան այսօրվա նոր սերունդը, ինչքան որ ճապոնացին։ Հայաստանի այս նորագույն պատմության մասին։ Միգուցե հետաքրքրվող ճապոնացին ավելի շատ իմանա, քան թե նոր սերունդը, որ իրանց թվում է թե Հայաստանը ծնվել է իրանց հետ։ Ինչ է տեղի ունեցել այն տարիներին։ Ուրեմն Գորբաչովյան հայտնի վերակառուցում պերեստրոյկա գործընթացից հետո, չգիտես ինչի, ամբողջ աշխարհում մեկ, այդ թվում նաև Հայաստանում մենք առաջի կուտուտողներն ենք միշտ։ Հայերս միշտ առաջին ենք կծահարում։ Տարածվեց, երևի հիմա դուք էլ լսած կլինեք նոր սերունդը բան, շատ արագ տարածվեց, որ ահա սովետը փլուզվում է, մենք էլ կամաց կարող ենք մեր աչքը քաշենք, էլի, մինչև հետո անկախություն բան սկսվեց։ Ուրեմն պերեստրոյկա եւ գլասնես, պերեստրոյկա բառը ռուսերենից հայերեն թարգմանած նշանակում է ոչ թե փլուզվել, այլ ճիշտ հակառակը ավելի ամրացնել, վերակառուցել։ Ուրեմն ես մեր շնորհքով հայ ժողովուրդը փառապանց հազարամյակների պատմություն ունեցող առաջին կուտը կերավ եւ ինք տարածեցին, որ սովետը փլուզվում է, մենք պետք է կամաց անկախանանք։ Ես այն ժամանակ արդեն այս հարցը տալիս եմ, եղբայր փլուզվել բառը որտեղ եք տեսնում։ Հետագայում պարզվեց, հիմա կամաց դրան էլ կհասնենք,
որ կայսրությունը, բոլշևիկյան սովետական կայսրությունը ոչ թե փլուզվում էր, այլ կերպարանափոխվում էր։ Այդ պերեստրոյկայի տակ, որ հայերը փլուզում են հասկացել, հիմա փաստեմ թե ինչպես։ Պուտինի forever մեկընդմիշտ նախագահ անփոխարինելի Ռուսաստանի անփոխարինի նախագահ Պուտինը իր հարցազրույցներում բազմիցս մի 3-4 անգամ ես եմ իմ ականջով լսա, իմ աչքով տեսա։ Մի 14 անգամ էլ ասած կլինի, որ ես չեմ տեսել։ Ասում է, որ ուրեմն Սովետի միության այդ ժամանակաշրջանի մասին հարց են գնում, իրան որ թղթակից հարց է տալի, ասում է, вы знаете, Советский Союз это был та же самая Россия։ Սովետական միությունը ասում է, ինքը հենց նույն Ռուսաստանն էր։ Այսինքն ինքը Ռուսաստանի Ես էլ եմ անձամբ շատ լսել մեկընդմիշտ նախագահ, որ անփոխարինելի, ակամա թե ակամա ասում է, որ այդ սովետական միություն կոչվածը նույն ռուսական կայսրությունն եղել, անունը սովետական միություն էր, կարող է դնեն անունը Պոլիփետ Արշակ Սադոյանի, բայց ինքը բուն ռուսական կայսրությունն եղել։ Ուրեմն ռուսական կայսրությունը ուղղակի կերպարանափոխվում էր։ Մերձբալթյան հանրապետություններին մի քանիսն Մողոսի նման փոչը բաց թողեց, հետո փոչը կաչի կամ չի աչի, դա իր գործն է։ Այսինքն նույն կայսրությունը կամացից գնում են այդ աճելուն։ Մեր հերոսները, որ Ղարաբաղյան շարժման անվտանգ էին սկսել այդ բոլորը, բնականաբար անկախության անունը չէին տալիս սկզբից, անկախությունից սարսափում էին եւ անկախությունից վախենում էր նաեւ ժողովուրդը։ Հետո կամաց-կամաց Ռուսաստանը այդ պերեստրոյկայի տակ իր ներքին փոփոխությունները կամաց-կամաց ինքն էլ իր անելիքները շտկում, գիտի ինչ պետք է անի, կայսրության վերակերպարանափոխում բանը։ Հայաստանն էլ հավերժ Ռուսաստանի հետ կապերի մեջ այդ 11 կոմիտեջիներին տարան Մոսկվա, որ մասին հավաքագրել էին, որ մասին տեղում հավաքագրեցին, ասացին, որ օքեյ, ռիբյատկի, հիմա գնում ենք դեպի անկախություն, բայց մեր ոչի տակ, մեր ոտերի տակ, հանգարտ չփորձեք խաղալ։ Այսինքն ի սկզբանե, երբ որ դուք ասացիք, որ հիմքը սխալ դրվեց, փաստորեն այդ հիմքի հիմնասյունը գծված էր, սցենարը կար։ Այսինքն այդ մարդը ինչ աներ, ուրիշ տարբերակ չուներ։ Դե գիտեք ինչ, դու ձեր նշած մարդը հասկանում։ Ամեն մի հարցը շատ տարողունակ է եւ լրացուցիչ հավելյալ բացատրության կարիք ունի, շատ դժվար է, մանավանդ որ մարդիկ տեղեկացված չեն։ Եթե ասենք ժողովուրդը գոնե ինչ որ մի X քանակություն տեղեկացված լիներ կամ massամբ տեղեկացված լիներ կամ 70% իմաստով ուրիշ ձև հնարավոր է բացատրել։ Բայց երբ որ մութ անտառը շատ դժվար է որևէ հարցի սպառիչ պատասխան տալ եւ շատ կոնկրետ ու արագ, շատ դժվար է։ Դուք բարբերաբար գրում եք, ես շատ ուշադիր եմ ձեր Facebook-յան հետ հետևում, որովհետեւ դուք շատ հետաքրքիր եք գրում։ Բարբերաբար գրում եք Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կապված, որ Կրյուչկովն էլ նվիրեց զրահապատ Մերսեդեսը, Բարդաչոկի մեջ արդեն ինֆորմացիան տեղադրված։ Պայքար մինչև վերջը։ Հա, դա հասկանալի է, դա բոլորս էլ գիտենք, դե արդեն պարզ է, պատկերն էլ դուք նկարագրում եք, ինչից է սկսվել այդ ամեն ինչը, ռուսաստանյան գաղութներում, բանտում, ինչպես կարողացան մարդկանց վերափոխել եւ այլ եւ այլ։ Բայց ժամանակ անցավ, ամեն ինչ անցավ, եկան հետո մյուս ղեկավարներ, ասենք, սկսվեց Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանը։ Ոչինչ հնարավոր չէր այլևս փոխել։ Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանը ոչինչ այլևս հնարավոր չէր փոխել, եւ այսօր Նիկոլ Փաշինյանի ժամանակաշրջանը հիմա էլ ինչ-որ արևմտյան հայացքներ ենք։ Այդ հարցիդ պատասխանը, ես շատ ավելի հեշտությամբ կարող եմ տալ, որովհետեւ մեծ մասը գիտի, որ իշխանությունը պասերով պահել են։ Այսօր չկա տենց հայ, որ հենց այդ պասերով բառը չօգտագործեն։ Իրանք պասերով իշխանությունը պահել են, որ նույն թայֆի ձեռը լինի։ Ռոբերտ Քոչարյանն ով էր, Ղարաբաղ կոմիտեի ներկայացուցիչը Արցախում, Կռուն կոմիտեի նախագահն էր։ Սերժ Սարգսյանով, Նարիմանով, Մականունով, Լևոնի հին աշակերտ ընկերը, խաս ընկերը, որին Մոսկվայից Լևոնը բերեց։ Այսինքն ոչ թե իրականում իշխանափոխություն ա եղել բառիս լայն իմաստով, ուրիշ գաղափարախոսներ, ուրիշ տեսակի մարդիկ, այլ նույն խմբի պասերով իշխանափոխություն ա եղել։ Իրանք իրար մեջ իշխանությունը կիսել են։ Ինչի, որպեսզի պահեն աթոռը իրանք ձեռը։ Նրանք պասերով մինչև այսօր հասնելը, այս մեկին հասնելը, նույն աթոռափոխություն, անձնափոխությունն ա եղել, իշխանափոխություն։ Աստորեն Նիկոլ Փաշինյանն էլ է այս խաղի մեջ։ Ախր բոլորը դա գիտեն։ Ասենք թե եթե ավակ սերունդը չհիշի կամ մոռանա իշխանությունը պրոբլեմ ունենա, դու պետք է լավ հիշես։ Նիկոլը Լևոն, ինչի Նիկոլը Լևոնի ծոցն է մեծացել, Լևոնից է ծնվել։ Այ հիմա դրա հետ կապված ուրիշ լավ հարց տեղին կլինի որտեղ, շատ կարևոր հարց, որ եթե չտակել ես այդ հարցին կամաց կբերեի։ Լևոնը անցյալ տարի վերջերս, կարծեմ անցյալ տարի էր։ Հիմա Facebook-ում դնում են այդ
կլիպը, եթե կարող է Ամբողջ հեղափոխությունը պատմեց մարդկանց։ Բառացի կրկնում եմ իր խոսքերը։ Ինքը ասում է, որ Նիկոլը հայ ժողովրդի համար ավելի մեծ չարիք է, քան թե Ադրբեջանը եւ Թուրքիան միասին վերցրած։ Որովհետեւ ասում է, որովհետեւ ոչ խելք ունի, ոչ մեղք ունի։ Հայաստանի կեսը արդեն կործանել է, մյուս կեսն էլ շուտով կկործանի։ Սրանք Նիկոլի հոգեհոր իր հոգեզավակին հասցեին ասվող խոսքերն։ Հիմա չէ, սա կարևոր բան է։ Սա ուրեմն այսպես ասեց ու գնաց, պիտի սենց մնա։ Դե ասում ես նրա հետ ինչ կապ ունեմ հիմա, Դու չէ։ Չէ, Լևոն Տեր-Պետրոսյան, ասում ես նրա հետ ինչ կապ ունեմ։ Թող գնան իրան հարցնեն։ Հետո ավելի ծանրակշիռ մարդիկ հարցնեն։ Այն ժամանակ կիմանաս ինչ կապ ունի, թե դրանից ինչ կբացվի։ Այսինքն, այդ շատ ամեն մարդ մի ձևի կարա մեկնաբանի բացատրի։ Մեկը կարա ասի, որ հատուկ տենց ասեց, որ Նիկոլի արածները ծածկի հետ է, իբր թե սովորական ժողովրդի համար փոստչոցի էր բարձը։ Բայց սրանք կարևոր բաներ են, որ շատ մարդկանց աչքեր են բացում։ Եվ սենց եկանք հասանք մինչև այսօրը։ Հիմա շարունակվելու է սենց, եթե ռադիկալ, արմատական բաներ չփոխվի հայ իրականության մեջ, հայ մտածողության մեջ, հայ քաղաքական մտքի մեջ։ Նոր դեմքեր, եթե ասպարեզ չկան, իրանք այս պասերով իշխանափոխությունը, անձնափոխությունը այնքան կանան, մինչև Հայաստանը մզեն, քամեն, ոչ մի բան չմնա։ Մի բան եմ ուզում հասկանամ, այն մզել քամելուց խոսեցինք, ուզում եմ ես բացատրություններ իմանամ, ո՞րն է նպատակը Հայաստանը մզել քամելու։ Աթոռ պահել։ Աթոռ պահել, այս կարգավիճակում պահել, անընդհատ ցած սահմանները խտանան, փոքրանան, միևնույն է, իրանք իրենց աթոռների մնում են, կյանքի մեջ մնում են, մարդիկ ասում են միլիարդներ ունեն եւ այլ, թող գնան վայելեն, մեզ էլ հանգիստ թողեն եւ այլ։ Ինչքան մենակ վայելքը չի, մի մոռացի 35 տարի հայ ժողովրդի հանդեպ գործվել է մի մասն էլ ստեղ է, այդ բոլորի մի մասն ստեղին անդրադառնալու են պարտադիր։ Հայ ժողովրդի հանդեպ գործվել է ծանրագույն հանցագործություններ, ծանրագույն։ Ընդհուպ մինչև երկիր ծախելը, հասել ենք դրան։ Ուրեմն այնպես չի, որ իրանք աթոռները թողեն գնան հովայան կղզիներ վայելեն։ Հնարավոր չի, որտեղ իրանք գիտեն, որ իրանք ծանրագույն ծանրակշիռ հանցագործ դրա համար ինչ են անում, այս հավերժ իշխանափոխություններով գոնե երկարացնում են այնքան, մինչև իրանք ֆիզիկապես վերանան գնան։ Մահանան, հասկացա, լավ։ Սերունդներ փոխվի։ Զուտ դրա համար են անում։ Եթե ասենք իրանք նախ առաջինը այդքան հայրենասերներ չեն, որ մինչև անգամ պատժից պատրաստ են պատիժ կրելու, ամեն ինչի պատրաստ, մեղան չեն ասան, գիտեք ինչ կա, մենք սխալվել ենք, ապաշխարեն կներեք, մեր ժողովուրդ սխալվեցինք, իրանք այդ մակարդակի մարդ չեն։ Իրանց այս աթոռը եւ իրանց գրփած փողը, ուրիշ ոչինչ չի հետաքրում։ Եվ երկար, քանի որ Լևոնի մասին խոսք գավ ասեմ, Լևոնի ամենասիրած խոսքերից մեկն էր, պրոցեսները շարունակական են։ Ուրեմն ինքը այդ պրոցեսները շարունակական են ֆորմուլայի տակ, իր պայքար մինչև վերջի նման։ Նույնն է, պայքար մինչև վերջ, պրոցեսները շարունակական են։ Ինքը շարունակում է այնքան, այս բոլորի վերևում ինքն է կանգնած։ Մինչև որ ինքը այնքան էգոիստ մորթապաշտ մարդ է, մինչև գոնե ինքը ֆիզիկապես անցնի գնա, հաշված բան է մնացել։ Հետո որտե կտրի կապը։ Դե ընդհանուր պետքա պատկերը հասկանալի դառնա, որ ինչ որ անընդհատ իրար մեջ է խաղը, իրանցից կամ իշխանության են, կամ ընդդիմություն են, կամ իշխանություն են, կամ ընդդիմություն են, մնացածին բոլորին խեղդում են։ Դե պարզ հասկանալի է, արդեն դա պարզ խաղ է հասկանալի է, ասենք 2008 թվականին եկավ Ռոբերտ Քոչարյանը դարձավ նախագահ, ասենք Լևոն Տեր-Պետրոսյան դարձավ գերագույն ընդդիմություն, հետո հիմա արդեն Նիկոլը դարձել է վարչապետ, հիմա արդեն մնացած ընդդիմություն է։ Այսինքն ես ձեր պասերը հասկանում եմ։ Տենց եմ պահում, դա տակտիկական ձև է։ Լավ, բա ինչի՞ չի ծնվում այդպիսի մի ուժ, որ ընդհանրապես ոչ մի բանի հետ առնչված կամ քսված չի այս ամեն ինչին։ Ըստ ձեզ կծնվի այդ ուժը մի օր։ Գիտեք ինչ, Հայաստանում բացահայտ Պաստորի մենք հասկացանք որ տերերը իրանք են, տերերը, այսպես շախմատ խաղաց նորները իրանք են, հա։ Գրիշա ջան, իրանք էլ տերեր ունեն, չէ՞։ Դա այդ տերերը, հենց այդ իրանց տերերը, ինչու են այսպես խաղը տանում առաջ։ Որտեղ նրանք հանցագործների տերերն են, հանցագործների սպորտ արած տերերն են։ Բաց չէ։ Որտեղ թելի կծիկը հանցագործությունները եթե բացահայտվի, թելի կծիկը կգնա հասնի Մոսկվա, Վաշինգտոն, չգիտես ուր, Կանադա, չգիտես, այսօր աշխարհը շատ կարծում եմ ինչ որ համախառն sense գեղեցիկ զրուցում ենք, հետաքրքիր զրուցում ենք, հիմա մենք պարտադիր ես հոգուս մեջ այնքան ծանրություն կա, հող են հանձնում, մարդիկ են գնում այնտեղ ինչ-որ խոչընդոտեր առաջանում, իրավիճակներ է ստեղծվում, մենք այրուն ունենք թափած, մենք գերեզմաններ ունենք դեռևս թարմ, այս փյուրքը ինչ է անում բա։
Հող են հանձնում է, այդ հայրենիքը, այդ որ ասում են, ասիգա մեր հայրենիքը, մեր հիմա հանձնում են այդ հողերից ինչ որ հատվածներ։ Ինչու՞ էստեղ լուր մարդիկ, ես դա եմ ուզում հասկանում։ Այսքան Սփյուռքում ապրող հայրությանը չի հետաքրքրում այդ ամեն ինչը։ Ուրեմն մի բանը ինքը ժողովուրդը, հայությունը, ուժերը եսի մի ուրիշ բանը այդ ժողովուրդների տերերը, ղեկավարները, Պարզատիկանից ուժերի նկատում եմ, տերերի նկատում եմ։ Որովհետև հոներանք մենակ չեն արել հանցագործություն։ 35 տարվա հանցագործ ծրագրերին մասնակից եղել Սփյուռքը։ Ավել կամ պակաս։ Դրանք հարցեր են, որ պիտի հետաքննություն գնա, այդ ուժը օրերից մի օր կծնվի, ձեր ասած։ Ես էլ եմ շատ այդ մասին խոսում, չէ՞։ Անհնար է, որ հայ ժողովուրդը վերանա գնա։ Ինչ որ մի ճանապարհ մի ձև գտնելու է ժողովուրդը գոյատևելու։ Դրա համար ի՞նչ է պետք է բոլորս թնճուկը քանդելու համար նոր մարդիկ են պետք, որոնք կաշկանդված չեն։ Այսինքն այդ մարդիկ տեր չունեն, իրանք իրենց գլխու տերն են եւ Տեր Աստվածը։ Իրանք կարան ազատ գործեն։ Պետք է այդ մարդիկ կան, առանձին անհատներ են։ Չեմ ասում թափած են, բայց կան։ Մնում է որ այդ մարդիկ այնքան վիճակը կվատանա, որ ստիպված իրար կգտնեն, կգան իրար կողք։ Երբ որ սկսվեց թելի գծիկը քանդվել, այն ժամանակ ձեր ասած ժողովուրդը ստեղի կամ Հայաստանի կսկսի հասկանալ, որ այս տղեկը լուրջ գործ են անում, ժողովուրդը կսկսի ներսուկ կանգնել։ Իսկ եթե այդ ուժը չստեղծվի, ասենք մի անհատ վերցնի ինքը ընդամենը խոսա, թեկուզ ճիշտ բաներ ասի, այն մի անհատը ուրիշ տեղից խոսաբան, ժողովուրդը կասի ինչ օգուտ, խելոք տղա է, բայց մենակ է։ Իսկ եթե այդպիսի նորանուններ իրանք ստեղծեն, այդպիսի նորանուններ իրանք բերեն, էլի թոս փչեն ժողովրդի աչքին։ Ես միշտ եմ այդ մասին։ Բա իրանք 30 ավել տարիներ խափվում է ժողովուրդը։ Իրանք տենց են ոտի հանում։ Դրա համար ես դրա լուծումն էլ ունեմ, չէ՞։ Ես ասում եմ ժողովուրդ։ Գիտես, ես հումորով շատ եմ սիրում դա։ Ոնց որ սովորել եք այս աշխարհում ձմերուկ ջոգել եւ հայերը լավ ձմերուկ ջոգող են։ Այդտենց էլ մարդ ջոգել պիտի սովորեք։ Այդ ոնց է որ դուք երբ որ գնում եք մի աղջիկ ուզելու, ընդամենը մի աղջիկ ձեր տան համար, մի տղա, մի աղջիկ, այդ մի զույգի համար, այդ աղջկա 7 պորտը ստուգում եք, նոր եք բերում ձեր տուն, չէ՞։ Բայց դուք թագավորներ եք ընտրում, Լևոն, Նիկոլ, կես պորտը չեք ստուգում, կես չեմ ասում մի։ Նիկոլի կես պորտը որ ստուգեն, իրանց տուն չէին տանի, պահակ։ Բայց դրել են երկրի նախագահ, վարչապետ։ Այսինքն այդ դրա հարցի պատասխանը դա է, ոպտի սովորեք ջոկել, ընտրել։ Ոնց է մեկը բիզնես բացում, եթե այդ բիզնեսի մասին բավարար գաղափար պատկերացում չունի, գնում սովորում է գլուխը պատին տալով, սովորում է փողը չկորցնի, գործ բացի տակ չտա։ Բայց դուք երկրի թագավոր եք նշանակում, չեք ուզում սովորեք մարդկանց ընտրելու ձևը։ Ու այդ օրինակն էլ միշտ բերել եմ, ես էլ ասամ, հետո հաջորդ հարցը դու։ Դե ասում են հայերը միշտ խափվում են, էլի մենք այդտենց ժողովուրդ դառանք, խափվող ենք, ես էլ օրինակ եմ բերում, ասում ոչ այդքան էլ տենց չի։ Այդ ինչի հայերը անհատական, անձնական կյանքում այդտենց հեշտ չեն խափվում։ Այդ ոնց է որ հայը ջոկում է ամենալավ մեքենան, ամենալավ տունը, ամենալավ շորը, ամենալավ ուտելիքը, թիքեն, ամենալավ Վարշավին, ամենալավ խոհարարին ընտրում է, գիտի ջոկել, չէ՞։ Բայց ընտրում է ամենավատ ղեկավարին։ Այդ ոնց է լինում, այդ նույն հայն է, չի ջոկող ընտրողը։ Իսկ միգուցե դա պարտադրում է ժողովրդին, բայց պարոն Զատիկյան, հիմա փաստորեն էս եթե իշխանություններն իրար հետ պասերով խաղում են, իշխանությունները իրար հետ այդ ամեն ինչը սա գծված, նախապես դասավորված, չէ՞ կարծում ժողովրդի ընտրությունները ուղղակի ֆարս է։ Դե դրանք տարբեր բաներ են։ Դե տարբեր բաներ է, հիմա ժողովուրդը գնաց ընտրության, տեսեք մի անգամ այդ ժողովուրդը գնաց, մի ամբողջ քայլ արեցին, մերժեցին, գնաց, հավաքվեց բան եւ այսօր ինչքան։ Բայց ասում եմ քեզ ինչպես, օրինակ Բա ոնց է լինում այդ ապստամբությունը, ես դա եմ ուզում հասկանալ։ Ուրեմն նայ, այդ տերերը, որ ասում են, տերերը եւ տերերի տերերը։ Ահա։ Հերթական տեխնացուին, որ գցում են ասպարեզ, այսինքն վերցնում գցում են ասպարեզ։ Մինչեւ իրանք արդեն համապատասխան մթնոլորտ են ստեղծացել մի շուրջը։ Կողքից շարժումները բլբլտացող, փողով առնում են, քիսոններ են ստեղծում, դիվիժենի են սարքում, ֆրիվեյներ են փակում, կամաց էփում են, ժողովուրդն էլ ինչ է, քանակ է տեսնում, ոգևորվում է։ Հենց որ ժողովուրդը որոշակի քանակ տեսա, ոգևորվում ասում, ահա սկսվեց, դրոշներն առնում վազում են։ Իմ ասածը, որ տարիներ ասել եմ, հիմա էլ կասեմ, վաղն էլ որ կանչեք էլի կասեմ։ Քանի որ դուք 35 տարի անդադ խափվում եք, ձմերուկ ջոգել ոնց եք սովորել, 1000 ձև կա, չէ՞ ձմերուկ ջոգելը։ Ուրեմն ցանկացած մարդ, ով որ կմոտնա խոսափողին, գնում եք հենց տեղում, այդ միտինգավորներով 7 պորտը ստուգում եք։ Հենց տեղում, հերետովա, մերետովա, քանի անգամ ես գույն փոխը, քանի կուսակցում ես փոխը։ Ֆինանսապես ով է քեզ սպորտանում։ Այսինքն տեղում այնց հարցակող կանեն, որ եթե կեղտոտ է, եթե փչացած է, շերապղտոր է, միկրոֆոնը կգցի կփախնի։ Դրանք
տեխնիկներ են իրանց արածի հակառակը։ Բայց հետո պետք է գնա ասի, ախր առաջնորդներ են գալի որպես։ Սա հոտենց չի, որ այսօր ասենք ես ու դու վաղանենք։ Դրա վրա աշխատել է պետք։ Ցանկացած գործ սկսվելու եւ հաջողության հասնելու համար պետք է այդ գործին հավատացող գաղափարակիրներ, մարդիկ, ովքեր հավատում են դրան։ Հիմա որ մենք Հետո այդ մարդիկ ուժ են դառնում, ավելի են մեծանում, իրանց հավատացողների թիվը շատանում է։ Բայց տենց չի, որ այսօր ես ու դու ասենք էս ինչ լավ բան է, որոշենք ու վաղվանից սկսենք, չի աշխատի։ Ժողովուրդ դրան պատրաստ չի։ Բայց եթե նախապատրաստական աշխատանք տանենք X ժամանակ, ժողովուրդը կհասկանա։ Պաստորը մենք հիմա նստած խոսում ենք գլոբալ բաներից, հետարքիր է, կարծեմ մի առիթով դուք եք գրել, թե ով էր գրել, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանի, դուք իդեպ ես այդ կադրերը տեսել եմ, Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնասենյակում, որ ասեցինք թող հեռացիր, երկիրը ճիշտ ճանապարհով չես տանում, ասեց 200,000 մարդ կբերեք կհեռանամ, բայց 2 հոգի մտան կաբինետ ու հրաժարականը գրեց, դա Ռոբերտ Քոչարյանն էր եւ Վազգեն Սարգսյանը, չէ՞, ասենք շատ հետաքրքիր էր այդ համեմատությունը, 200,000 մարդ չեկավ, 2 հոգի եկան ընդամենը։ Որովհետև այնտեղ ինքն էր բերևոր նշանակեր, ինքը աթոռը տալիս է, ինքն էր բերել Ռոբերտ, ինքը իր ինտերվյուներում 100 անգամ ասել է, որ ես եմ բերել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժիկին։ Մեկին Մոսկվայից, մեկին Ղարաբաղից։ Ինքը ասել է, ինքը իշխանափոխություն Բաներեղություն էր խնդրում ժողովրդից, որ բերել եմ, կապել եմ ձեր վզին, բան եւ այլն։ Նա քիչ առաջ շոու է, սցենար է, սա Նիկոլի օրինակը բերեցի, չէ՞։ Նա ամեն ինչ կարա ասի իր կաշին փրկելու համար։ Այսօր կարա սենց ասի, վաղան հենց ասի։ Պարոն Զատիկյան, ինքան մի հատ պրիմիտիվ հարց եմ ուզում տամ։ Պաստորն իրանք ամեն անգամ իրար հետ հանդիպում են, մեզ խափում են, սա է իրականությունը։ Իրանք իրար տեսնում են, առանձին զրուցում են, այսօր սենց լավ խափեցինք, այսօր սենց սցենարը։ Իրանք իրար մեջ մշակում են կամ վերևից հրահանգ է գալիս, շատ վերևներից, որ հիմա այս սցենարով գնացեք։ Արդեն իրանք գիտեն դա ինչ է նշանակում։ Այս սցենարով գնացեք, իրանք գիտեն դա ինչ է նշանակում։ Իսկ եթե ժողովուրդը ուղղակի իմբոս տանա, ժողովրդի մեջից ծնվեն մարդիկ, այդ շատ վերևներն այդքան ուժեղ չեն խեղդի այդ ժողովրդին։ Դա էլ տարբերակ է, ես այդ մասին եմ շատ խոսում, եթե գիտեք։ Քանի որ ճառաճ ասում եք, խոսքից կիսատ մնաց։ Քանի որ Հայաստանում բացահայտ ոստիկանապետությունը, բացահայտ։ Ուրեմն բացահայտ ոստիկանապետության օրոք ընդդիմություն չի լինում։ Կամ լինում է կիսա ընդհատակյա կամ ընդհատակյա կամ լինում է արտասահմանում։ Ոնց որ սովետական միությունում էր, էլի։ Չի հնարավոր, եթե ոստիկանապետությունը բաց մարդկանց վիզա օրորում տանում են, չէ՞։ Այդ ընթացքում եթե դու տեսնում ես առատ ընդդիմություն, վրանները խփած, միկրոֆոնները կողքը դրած, կողքը քնած, նշանակում է դա նպատակահարմար գտնված ընդդիմություն է։ Դա այն ընդդիմությունն է, որը իրական ընդդիմության ճանապարհը փակում է։ Սրանք մշակված տարբերակներ են իրանցով, բայց ժողովուրդը չգիտի։ Իմացողներ կան, անշուշտ, բայց սա ժողովրդի խելոք լինել չլինելուց կախված չի։ Ժողովուրդը դեռ այդ փորձառությանը չի ասել։ Որևէ ժողովուրդ, որևէ իմաստնության փորձառության հասնելու համար իր հետ աշխատողներ են պետք, դա ժողովրդին հանգամանալից բացատրողներ։ Հիմա մենք մոտավորապես մոտենում ենք դրան։ Կարծում ես հիմա ինչի ինքնաբուխ ապստամբություն չի լինում։ Ինչի՞ դա ժողովուրդ հեշտ ոտի չի ելնում։ Խեղդում են։ Որովհետև բացի խեղդելուց ժողովուրդը ինքը հասկացել է, որ այսքան որ իրան խափել են, ինչի՞ դիմատել չխափեն, էլի կխափեն։ Ժողովուրդը ենթագիտակցաբար հասկանում է, որ քանի որ այդ ուժը չի ստեղծվել, որ իրան երաշխիք տա, որ ինքը չի խափվելու, ինքը տեղից չի շարժվի։ Լավ, ո՞րն է նպատակը անընդհատ խափել ժողովրդին, ես դա չեմ Ասեցի քեզի։ Եթե իրանք տենց տերեր են, եթե իրանք այդքան մեծություններ են, եթե իրանք ամեն ինչ որոշում են, գծում են, խաղում են, շախմատը խաղում են, նորմալ, ամեն ձև իրանց ուզածով, այդ ժողովուրդը ոնց 30 տարի ոնց ուզեցին գլորեցին ձորը, բան չունեմ ասելու։ Եվ եթե ժողովուրդը իրականում իրանից ոչինչ չի ներկայացնում, հա թող խաղան իրանք իրար մեջ, հիմա Պողոսին հանեն, Պետրոսին դնեն, Պետրոսին հանեն, Մարտիրոսին դնեն։ Այդ ժողովուրդին էլ ասեն ընկեր, էսա վերջ, դու չկաս, դու եկա որ գնա ռոճիկ ստացի կամ չստացի։ Եվս մի անգամ ասենք որ հասկանալի լինի։ Չի լինում այդպես։ Իրանք գողոնը, թե շոու պետք է պարտադիր ժողովրդի գլխին լինի։ Եղբայր, գողոնը ուզում են վայել են։ 1 կհասնան Լևոնի տարիքին արդեն լեշաուտը վրաներից կգա։ Կփոխանցեն իրան ժառանգներին վայելքը։ Պրոցեսները շարունակական են, բայց չի պայքար մինչև վերջ։ Չի վերջացել, չէ՞ էլի պայքարը։ Երբեք չի վերջանա, մինչև վերջացնողներ չլինեն։ Սերունդներ սենց կպահեն։ Կարող է գնալ Նիկոլի Արփին, Աշոտիկին, նրա եսի ինչին։ Քանի ժողովրդին հուշողներ չեն, ժողովուրդ հիմա ինչքան էլ որ խափվել է, ինչքան որ ասում մեր ժողովուրդը միամիտ է խափվող է, բան չէ։ Հիմա ժողովուրդը տենց կիսա հասունացման process է ապրում։ Այստեղից շարժվելը լավ նշան է։ Դες առանձին խմբավորումներ գնում են, բզում են, որ շարժվի, բայց ժողովուրդը շատ զգույշ է, որտեղ գիտի որ եթե Նիկոլի պես չգիտեմ, բառ չեմ գտնում դրան ասեմ, եթե կարողացան իրան դեմ տան խափեն, այս ժողովուրդը արդեն ինքը իրանից վախենում է։
Որտեւ եթե դու ցանկացած օտարազգի, ցանկացած նորմալ հարևանիդ, մեկ ճապոնացու, ֆիլիպինցու, ամերիկացու ես պատմությունը պատմես ու ասես, որ դու Նիկոլաս բերե իշխանության, կասեն ախպեր ջան, դուք խենթ եք, դուք ժողովուրդ չեք։ Բայց դուք այդ մարդու ո՞նց եք բերում երկիր ղեկավար տալի։ Այսինքն ուրիշը կապշի։ Մենք ենք մեր ազգի ապշում, չէ՞։ Դրա համար այս ապշացման process-ը ստեղծել է այսօրվա վիճակը փակուղի։ Հայաստանից մինչև Սփյուռք, տես ոչ մեկ տեղից դուրս չի գալի, բոլորը թաքնված են, իջել են գետնի տակ, չկան։ Չկան։ Ինչի մենակ որ դեպքում կարող է սենց լինի, երբ որ բոլորը կարևոր դեմքերն եմ ասում, մասնակից են հանցագործությանը։ Հանցագործությունը քաղաքական, կրիմինալ, փողային, ֆինանսական հազարը մի տեսակի հանցագործություններ ա եղել։ Գիտեմ։ Սա ինչ որ մենք գիտենք, բալը ինչեր կա որ տակն է բացահայտվելու է։ Հետո մի բան էլ ասեմ, Արցախի ինքնիշխանությունը, իրավունքը, բանը մոտ 50 պետություն ճանաչեց։ Ստեղ ասա, հիշում ես, չէ՞։ Մոտ 50 պետություն ճանաչեց։ Այդ 50 պետությունը ինչ եղան Արցախը ծախելուց հանձնելուց առաջ։ Եթե դու գնաս իմ այդ 50 պետություններին, ես կարծում եմ, մեկ մոտենաս ասես, բալա, դուք 50 պետություն ստորագրել եք, բայց դուք մի հատ էս մեր ժողովրդին տիրություն։ Կասեն դուք որ ես մարդուն վարչապետ եք նշանակել, որ չագուճ ձեր ասում եք խփեմ սաղիդ գլխին, ինչ ուզեմ կանեմ։ Մենք ինչ կարանք անենք ձեր համար։ Դուք ուղղակի խղճալի ժողովուրդ եք։ Գնացեք ձեր հարցերը ձեր մեջ լուծեք։ Եթե դուք մի մարդու եք դրել, որ ասում եք ինչ ուզեմ կանեմ, երբ ուզեմ կհանձնեմ հողը պիտի տանք որ ապրենք, հողը պիտի տանք որ մեզ չսպանեն։ Մենք ինչ կարանք անենք ձեր համար։ Այդ 50 պետությունն էլ տենց կասան։ Այսինքն նորից ոնց գցում բռնում են, մեր խնդրեմը մեր մեջ է։ Երբ որ մենք մեր խնդիրները սկսենք մեր մեջից փոխել, շտկել, հավատացում եմ, այդ 50-ից կամաց կմոտիկանան։ Դե փաստորեն ամենի մեջ մենք ենք մեղավոր։ Այսինքն գործանող մարդուն են։ Այսինքն մենք ենք մեղավոր, ժողովուրդն է մեղավոր։ Այդպես կասեն, կոպիտ կարելի է ասել։ Տենց ա եղել։ Դրանից առաջ էլ Թումանյանն ասել է, Իսահակյանն ասել է, Նժդեհն ասել է հայտականքի մասին, ներսից փչացած ելնելու մասին, Իսահակյանը, որ այս երկու տարբեր ժողովուրդները սրանք մի իրար փոր են տապելու, հայի երկու տեսակ։ Մեր մեծերը բոլորն ասել են, Ռաֆին էլ չասեն, իշեր ցերեկ այդ մասին է գրել։ Վերջում էլ թուրքն ասեց։ Հա, ուրեմն մենք մինչև ստեղից չսկսենք, եւ դա շտկվելիք բան է, բայց մարդիկ այնքան փոքրոքի թույլ ամեն մարդու որ ճշմարտությունը սկսում ես ասել ես ամեն ինչի մասին, ինքը սկսում է քարկոծել քեզ ու քո ճշմարտությունը, որովհետեւ ինքը իր կյանքը իր աչքին փուչ է դառնում։ Ինքը իր մեջ սենց է մտածում։ Այդ ոնց է որ ես 35 տարի խաբվել եմ, դու գիտես ես չգիտեմ, իր ապրած կյանքը իր աչքին փուչ է դառնում։ Մենք դու գիտես ես չգիտեմ արտահայտությունների իմաստով շատ ժողովրդական հարցադրումներ կան, որոնք բարբերաբար ես հանրության մեջ շփումների ժամանակ լսում եմ, ընկերական շրջապատում, միջավայրում եւ այլն, շատ ընդհանուր գլոբալ նորից հարցեր կան, գովազդային կարճ դադարից հետո մենք շարունակենք, ես այդ հարցերն եմ ուզում ուղղեմ ձեզ, դա։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, կրկին անգամ տեղեկացնում եմ ձեզ մեր հաղորդման հովանավորի մասին արդեն Burious Tactics բժշկական կենտրոն, որտեղ կա հրաշալի նորություն։ Ուղղակի տեղային ցավազրկումով լայպոսկոպիկ հիմունքներով առանց քննացնելու կարող եք ազատվել ձեր ավելորդ ճարպերից։ Դիմեք բժշկի օգնությանը եւ առասարակ այցելեք եւ զանգահարեք 818 450 0050 հեռախոսահամարով։ Գովազդ մեր եթերում։ 664 West Broadway հասցեում գործում է Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոն։ Կենտրոնն առաջարկում է հետևյալ ծառայություններ. ազատվեք անցանկալի դեմքի կնճիռներից, տարիների կորցրած դեմքի թարմությունը վերականգնեք մեզ հետ միասին, ազատվեք անցանկալի մազերից, պահպանեք, ամրացրեք, առողջացրեք ձեր գլխի մազերը, անցանկալի ճարպերի հյուսվածքներից ազատվեք մեզ հետ միասին, մաշկի ձգում, թարմացում, պիգմենտների հեռացում, պարանոցի մաշկի թարմացում եւ ընդհանրապես, եթե ցանկանում եք ունենալ ավելի երիտասարդ տեսք, ավելացնելով ձեր ինքնավստահությունը, ձեր ընտրության ճանապարհը մեկն է Art in Beauty Aesthetics 818 450 0050 Համեցեք մեզ մոտ ընտանեկան ջերմ մթնոլորտը յուրահատուկ համերն ու աննախադեպ գները խոստանում Հավի քյաբաբ արժեքը 6.99 Հավի կրծքամիս 7.99 Երևանյան լոլիկով ձվածեղ չուգունետ հավայի մեջ արժեքը 9.99 Տավարի քյաբաբ 7.99 Պատվերները կարող եք նաև կատարել on-line Պատվիրեք համով, հոտով եւ մատչելի հայկական ավանդական թոնրի խորովածը Պապայի բարբիքյուից Pork chops, pork patrondash, boneless pork Համտեսեք եւ վայելեք իրական թոնրի խորովածի համը Շատ համով է Պատվերները կարող եք կատարել on-line
կամ զանգահարելով 401 777 0777։ Նաև կարող եք այցելել Noho-ի մեր location։ Սիրով սպասում ենք։ 2944 Honolulu Avenue հասցեում Glendale քաղաքում գործում է Montrose Pharmacy։ Տեղական պրոֆեսիոնալ մասնագետները միշտ պատրաստ են ձեզ սպասարկել բարձր մակարդակով։ Այստեղ յուրաքանչյուր այցելու կգտնի իր առողջությանը հարմար տեղերը։ Ընդունվում են Medical, Medicare եւ բոլոր տեսակի ապահովություններ։ Առաջին այցելուներին կտրվի նվեր անվճար ճնշման սարք։ Այցելեք եւ օգտվեք մեր ծառայությունից։ Montrose Pharmacy։ Մենք մտածում ենք ձեր առողջության մասին։ Հեռախոս 818 759 5533։ Ռեստորան Մեծո նորաոճ սրահ նոր շունչ Մենք վերադարձանք, հիշեցնեմ եւս մեկ անգամ Պապայի բարբիկյու համեղ ուտեստեղենի մի ամբողջ աշխարհ, որտեղ նաեւ կարող եք պատվիրել, սիրելի բարեկամներ, պատվերների համար կարող եք զանգահարել 401 երակոդով 777 0777 թոնրի խորոված, ուղղակի աննկարագրելի համ ու հոտ։ Եվ իհարկե գեղեցիկ եւ անկրկնելի միջավայր, ընտանեկան հավաքույթների եւ միջոցառումների հրաշալի օջախ, որը գտնվում է 2516 Colorado հասցեում, իհարկե Մեծո ռեստորան, մեծանուն ռեստորան, վայելեք ձեր տոնական օրերը։ Շարունակում ենք մեր եթերը եւ մենք խոսում ենք շատ կարեւորի մասին, իմ հյուրն Արմեն Զատիկյանը եւ մենք իհարկե շարունակենք մեր այս ջերմ զրույցը։ Հարցադրումներ ժողովրդի մասին։ Ժողովուրդը այն ժողովուրդն է, որ բարբերաբար նախ մասնատված ժողովուրդ է, սկսենք դա արդեն վաղուց գիտենք, մեր վարչապետին բան մի ասեք, այս ծրագրի մեջ ոնց եք դուք պատկերացնում, բա ում ասենք, ինչպես կմեկնաբանենք։ Շատ հաճախ տեսնում եմ մեր վարչապետին բան մի ասեք, մեր վարչապետը լավն է, այսինքն լավ ու վատի տարբերակով ենք հասկանում իրականությունը եւ չենք կարողանում մեր կյանքի ճշմարտությունը ճիշտ տեղում ընկալել։ Սա ոնց կարելի է մեկնաբանել։ Շատ բարձ։ Ոնց։ Ուրեմն իմ սիրած խոսքն է, ես Facebook-ում էլ կամ կյանքում էլ միշտ ասել եմ, իմ սիրած խոսքն է, շատ օգտագործում եմ եւ շատ հավատում եմ դրան։ Չկա չարիք առանց բարիք։ Ցանկացած չարիք կյանքում մարդու անձնական կյանքում էլ է պատել, ցեզ էլ բոլորին։ Ինչ որ չարիքի հետ մեկ էլ տեսնում ես, հոպ, բարիքն էլ է եկել հետը։ Նույնն էլ հավաքական իմաստով է։ Այս չարիքը, 35 տարվա մեծագույն չարիքը, իր հոգեհոր հավասար կամ մի քիչ ավել պակաս այդ մակարդակի չարիքը։ Ռոբերտ Սերժիկը նրանք օգտագործված գեղցիներ են, չարախներով եկան Երևան, նրանք շատ բան չեն հասկացել։ Նրանց Լևոնը նրանց էլ օգտագործա։ Ուրեմն այս վերջի չարիքի մեջ ինչ որ անում է այսօր, հիմա այս պահին անում է, վաղը պիտի անի շարունակի։ Ինքը հետը բերել է մի հատ բարիք եւ բավականին մեծ բարիք։ Ամբողջ հայ ազգով մեկ Հայաստանով սփյուռքով։ Այնց մի հատ լուստրացիա է անում ու շարունակում է։ Որ ամբողջ ազգի տականքը, քերանքը սենց հանե փռել արևին չորանալու։ Բայց սա կարելի է տերերը գոհեն իրարացից։ Դե հոտերը իրան չեն նշանակել որ դա անի, դա ինստինկտիվ է ստացվում։ Այսինքն ինչ կարող է իրանք նշանակել են ասել են խաղից փախել է ուզում եք ասեք։ Չէ, այնքան տականքություն անում ու այնքան տականք է այդ տեսակ որ ասացի շուրջը հավաքվել։ Որ ազգը զտած մի կողմա դրե, ում որ չագուջով խփում է գլխին, ում հողա ծախում, ում որ վախացնում է, տերորայզանում, ձերբակալում է։ Եվ սրանք ովքեր իրան սպորտ են անում ձեր ասացի պես։ Այսինքն օգնում են, իրան օգնում են։ Սա լուստրացիա, բա լուստրացիան ինչ է։ Մենք որ միշտ ասում ենք Հայաստանը օրից մեր որ իրական անկախ երկիր դարավ, առաջինը լուստրացիա, չէ։ Դու պետք է իմանաս քո երկիրը ովքեր են այսօրը գցը, արխիվը պետք է բացես, մեկ-մեկ, դա էլ ասեմ, այնքան շատ ասելիքը որ մարդ չգիտի ինչ ասի։ Այն որ ասում են արդեն արխիվ չկա, վերացել է, չէ։ Դες բան չկա։ Արխիվները 100 տեղերում կա։ Մտքովը չանցած երկրից կարաս առնես։ Այտենց արխիվի տենց բան չկա որ կորի դու անկախ պետություն ունենաս հետամուխ լնես ու չգտնես չկա տենց բան հələ ավելի շատ բան կգտնվի քան թե ինչ որ եղել անդեղ այդ սև շենքում ուրեմն այդ մեկ այտենց բան չկա որ կորի լուստրացիան անում են նոր անկախ ժողովուրդները նրա համար որ իր տականքին հանեն ջրերես որ իմանան ով է իր դժբախտության ովքեր են եղել իր դժբախտության պատճառը
Այսինքն մարդը հիմա անում է այդ բանը։ Նիկոլ Փաշինյանը դա է անում։ Չէ, ինքը ակամայից է անում։ Անկախ իրանից է անում։ Բնորոշ ինչ ասեցի։ Բայց ինչու կանք չեն առնում, ասենք, բավական ընդհատի կանգնի։ Ինքը իր տեսակը ոնց կարա կանգ առնի, ինքը այդ մարդն է, ինքը պետք է դա շահ, մինչև մեռնելը տենց ալնելու էս։ Բա ո՞րն է նպատակը իրան բերելու, որ ինչ անեն։ Չէ, ես ուզում եմ մանրակրկիտ հասկանամ։ Լավ չես պատկերացրել։ Չպատկերացրեցի։ Բա ինչը բա Իրան բերել են, որ ուրիշներին ինքը նորից ջրերես անի։ Սկսեցինք։ Չկա չարիք առանց բարիք։ Ինքը եկել է որպես չարիք։ Իր կամքից անկախ ակամայից իր գործնեության ընթացքում չարիքի հետ բերում է բարիք, բարիքը ինքը չի բերում, դա գալիս է ինստինկտյան, այսինքն զտում ազգը։ Հա, բայց հասկացողն է մենակ հասկանում, չհասկացողը բան չի շատ հասկանում։ ընդարձակվեցինք։ Չէ, այլի չի հասկանում, դա եմ ուզում ասել։ Ինքը այս ազգը զտել է, հիմա այդ ձեր ասածը գանք սկզբից որ գովում են իրան գովաբանում են, մարդկա ասում է, եթե թուրքը գա իմ երեխեքին տան մեջ մորթի, վիդեոն տեսել ես, չէ՞, ես մեկը Նիկոլին եմ պաշտպանում։ Ահա։ Սրանք Իրան նման հիվանդ մարդիկ են։ Հիմա ինքը կարողացել է այս հիվանդ խալխին զտի դնի իր հետևը, քյոմակ իրան եւ հայ ժողովրդին պոտենցիալ։ Այս չարիքի մեջ ստեղծված բարիք։ Լավ, վերադառնանք Նաստրադամուսյան հետաքրքրական այդ իրավիճակներին, պարբերաբար հետևելով առաջին նախագահի ելույթները, հարցազրույցները, ամեն ինչ մարդն ասում է մանրակրկիտ։ Անընդհատ ասում է այս իրողությունները, այս հետագան, այս ապագան, այդ մարդն ասում է, այսինքն իմացած տեղից է ասում, թե նաստրադամուսական մտքեր ունի այդ մարդը։ Ինքը տերերից մեկն է, բայց չես հիշում Նիկոլի հեղափոխությունից առաջ ինքը իր բանի ազատության հրապարակում ելույթի ժամանակ ասել, չէ, Դավալույի ցախավելը շալկած ցախավելի վրա մեկ գումարած մեկ գգան բանի Նիկոլանց մասին էր ասում։ Ինչի է ինքը սրանք ժամանակ առ ժամանակ ասում, որ ժողովրդի մեջ շարունակի պահել են իմիջը իմաստուն մարդու, այս միամիտ ժողովրդի մեջ էլ, որ ինքը իմաստուն մարդ է, ինքը ամեն ինչ հասկանում, ամեն ինչ գիտի։ Մեկ դա, մեկ ինքը ուղղակի դրան մասնակից է, անում է, որ քիչ առաջ ինչ ասացի, Նիկոլին ասում է, որ Ադրբեջանից եւ Թուրքիայից ավելի մեծ չարիք է, չէ։ Ինչի է դա ասել։ Ասել են նրա համար, վաղը որ գան բգից բռնելու համապատասխան մարդիկ ստեղծվի։ Դասի բայս չի ասել։ Այսինքն ինքը էժանագին խորամանկություն անում, իրան շատ բնորոշ, ընդհանրապես մորթապաշտ է, որ ինքը հավերժ մնա խելոք, մեր Լևոնը խելացի, կրթված, 7 լեզու իմացող, չգիտեմ 2 լեզու գիտի թե չէ։ Այս ամեն ինչը դրա համար այդ իմիջը ստեղծում իր շուրջը, թքած ունենալով մնացած բոլորի վրա։ Նիկոլից մինչև Ռոբերտ Սերժը մնա ինքը թքած ունի բոլորի վրա։ Իր համար ինքը այս մեշոկը, որի մեջ ինքը ապրում է, արդեն չի էլ ապրում, շունչ ապչում։ Մինչև վերջ ինքը ուզում է իր այդ իմիջը, կեղծ իմիջը պահածել է ժողովրդի մեջ։ Դրա համար էլ մինչև այսօր մարդիկ կան, որ ասում են Լևոնը խելոք է։ Պարոն Զատիկյան, այնքան հետաքրքիր է, դուք շարժման սկզբից շարժման ակունքներից եք գալիս, լավ, բայց մնացածը 11 հոգի էին այդ Ղարաբաղ կոմիտեն։ Դե շատերը մահացան, գնացին, վախճանվեցին։ Բոլորը էլ գիտեք, նախ առաջինը չմահացան, մարդիկան խփեցին, Համբարձում Գալստյանը առաջին մարդն էր, որ ասաց Լևոնը ամենամեծ տականքն է։ Հենց իր խոսքերն եմ ասում ամբի։ Լևոնը ամենամեծ տականքն է, առաջինը իր գլուխը գիրա։ Մնացածը տաքսի են քշում, աղքատության մեջ քանիսը կան, մի մասը չկան, գիտես, հերթով։ Այսինքն ինքը այդ ամեն ինչը զոհաբերեց Արշակ Սադոյանին, երբ որ մտանք իր մոտ հրաժարականի պահանջով։ Ասես դուք ով եք, ես ձեզ չեմ ճանաչում։ Ղարաբաղ կոմիտեի իր անգերոջը եւ այս վիդեոն հետո Հայաստանում ցույց են տվել, հիմա էլ կա։ Չնայած արխիվները ոչնչացնում են։ Չէ, YouTube-ում կա, ես ունեմ առանձին։ Ինքը եթե իր անգերոջը ում այդ հացա կիսել, ում այդ պայքարը ճակերտավոր իբր թե պայքար էլի, պայքար մինչև վերջ, ասում եմ, ես ձեզ չեմ ճանաչում, դուք ով եք։ Այդ մարդուց միտը ամեն ինչ սпасելի չի։ Դե նույն կերպ վարվեց, կարծեմ Վազգեն Մանուկյանի հետ, չէ՞, այդպես կար ինչ-որ։ Այլ իրանից պակաս բետար կտորն է։ Դրանք տեսակներ են։ Ոնց որ հիմա Նիկոլին ջոկեցին, չէ՞, բերեցին գցել։ Իր գրքով են իրան ջոկե։ Իր գիրքը, ես անունը դրել եմ Բոզագիրք։ Ահա։ Որ ամբողջ բոզությունն է ծերից ծեր։ Այդ գիրքը իր քաղաքական պլատֆորմն էր։ Իրան տերերը, որ ջոկել են, քիսոներով բերեցին իշխանության, Զարե Սինանյաններով։ Այդ գրքի վրա են հենվել, որ այս մարդը հենց է մարդն է, որը մեզ պետք է։ Սակարաքանդի Հայաստանից հետ չթողնի։ Համաձայն Բոզագիրքի։ Շատ վախենալու բաներ եք ասում, պարոն Զատիկյան։ Դե ճշմարտությունը իհարկե։ Ճշմարտությունը, եթե ճշմարտությունը չգիտես, բայց ինչ որ տեղերից զգում ես, չէ, բոբո է դառնում։
մարդիկան այդ ճշմարտությունից վախենում են, հոգեկան խանգարում են ստանում։ Լավ, Բոբոյա։ այսօր մենք հիմա ասենց գլոբալից ենք խոսում ամեն ինչի մասին, ինչ որ ընդհանուրներ եւ իհարկե հետ մի հարցի խորագիրը հենց այսքան զրույց բերեց կոնկրետ ինչու ինչպես հասանք։ Ընդհանրապես 2 բառ, չէ՞։ Այո, ընդհանրապես ինչպես հասանք այս դժոխքին, փաստորեն էդ էր։ Հələ չենք ասել, հələ ընթացքի մեջ ենք։ Այսինքն դեռևս պետք է հələ հասնել շարունակական է։ Բայց դեպի ինչ անենք, ըմբռնումով մոտենանք այդ ամեն ինչ։ Մարդկա ըմբռնումով մոտենում, մարդկա չէ, դա մարդուց է կախված։ Հիմա արևմտյան ինչ որ շեղվածություններ կան, ինչ որ արևմուտք ենք գնում, չգիտես ինչեր է դառնում, հիմա մենք Ռուսաստանին չենք սիրում, Ռուսաստանի հետ չենք, դա շոու է տեղի ունենում, շատ հետաքրքիր ժողովրդի աշկի առաջ ԱԺԲ է ստեղծվել, բևեր, կներեք, ես ազգային ժողովրդական բևեր ճիշտ եմ հիշում, այո։ Հիմա ինչ որ բոլորը արևմուտքից են խոսում, գնում ենք դեպի արևմուտք, Ամերիկան մեզ փրկելու է, Ռուսաստանը այլևս մեր թշնամին է, այսինքն սրանք ինչ խաղեր են։ Գրիշ մի բան հարցնեմ, էս հետաքրքիր հարցերը որտեղից է սպեղել։ Դե մարդիկ են այդ խոսում, ես միշտ մարդկանցից եմ հարցերը լսում։ Հա, որովհետև օրվա կարևորագույն հարցերն են։ Դե ես օրվա մարդ եմ, պարոն Զադիկյան։ Շատ հաճելի է։ Հուսանք, որ օգտակար կլինի այս ամեն ինչը։ Դե Աստված տա։ Հիմա այս արևմուտքը, այս Ռուսաստանը մեր այլևս թշնամին է, բայց հիշում ենք Կրուչկովի զրապատ մեքենան, պապային ենք իրանց հիշում, որ սենց ստեղծում է տղաներին ստեղծել է, ղեկավարում են մեկը մեկին պասա տալի։ Գիտես, որ դա իրականության ամենակարևորագույն հարցերից մեկն է։ Ամենակարևորագույն հարցը։ Հիմա գնում ենք արևմուտք, թե ատում ենք Ռուսաստանին, որն է այստեղ։ Լավ, քանի որ այդքան կարևոր հարց է ստավ, ես փորձեմ ինձ հավաքեմ, ինչքան խնդրում եմ, էլի, որտեղ ձեզ հետ հետաքրքիր, այո։ Հայաստանում այսօր կարակի պես կիսված են, չէ՞, արևմտամետ եւ ռուսամետ։ Ռուսամետ ծովի պես կար, ծովից ծով ռուսամետ կար։ Հիմա ավելանում է նաեւ ծովից ծով կամ ինչքան լճից լճ, ինչ որքան արևմտամետներ։ Եթե մեկ-մեկ այդ բոլոր արևմտամետների մեկ-մեկ մարդ հավես ունենա, հնարավորություն ունենա, հերթով մեկ-մեկ կանգնի դրանց հարց տա։ Ասի դու արևմուտք ասել եմ ինչ ես հասկանում։ Ամերիկա ասում են։ Հասկանում ես, չէ, իրանք Ամերիկա չեն հասկանում։ Իրանց համար Ամերիկան կամ Եվրոպան բանն է, Ֆրանսիայի վարչապետ Նիկոլ ինչ անունն է։ Ֆրանսիայի նախագահի մասին է խոսում, Մակրոնը։ Մակրոնը, Նիկոլ։ Ուրեմն իրանց համար արևմուտքը Ֆրանսիայում Մակրոնն է, ստեղ Բայդենն է։ Հա, դե հետ են։ Բայց իրանք ինչն է հետաքրքիր, որ իրանք արևմուտքի մասին, թե ինչա կատարվում այսօր արևմուտքում գաղափար չունեն։ Բայց ասում են, տեսեք, Վրաստանը ինչ վատ է, լավ ապրում, արևմտամետ երկիր է, գնաց դեպի Ամերիկա շեղվեց, բան էս կոմենկոմ, բայց այդ շեղողն էլ հիմա շեղված բանտում փթում է, կոպիտ ասած։ Հարցից հարց մի թռնի, որ թռար խոսակցություն չի լինի։ Լավ։ Հիմա իրանց համար արևմուտքը դա Բայդենն է, որից Facebook-ով զորք են ուզում։ Այդ իրանց իմաստուններից մեկը Facebook-ով զորք էր ուզում Բայդենից։ Այսինքն մեր արևմտամետերից։ Facebook-ով զորք է։ Գեներալների արևմտամետերից, իրանց պապաներից։ Այսինքն Facebook-ով Բայդենից զորք է։ Ասել են մեզ հասի օգնությամբ մեզ փրկի։ Մեզ հետո Դրանք արևմտամետերն են։ Իրանք գաղափար չունեն, որ այսօր արևմուտքը ոնց որ իրանք են կարակի պես կիսված ռուսամետ արևմտամետի, այտենց էլ արևմուտքն է կիսված արևմուտք քանդող արևմուտքի, արևմտյան արժեքները քանդող արևմուտքի եւ արևմուտք, որը պայքարում է արևմտյան արժեքները քանդողների դեմ։ Դա կլինի Ֆրանսիայում թե Ամերիկայում։ Բայց որպես իրանք սա իմանան, նախ առաջինը պետք է հետաքրքրվեն, երկրորդը համապատասխան ինֆորմացիա ճարեն, կարդան, հետաքրքրվեն։ Իրանք հիմա կարծում ես գիտեն Ամերիկայում ինչա կատարվում։ Իրանք գիտեն, որ Ամերիկայի մի թևը, որը պրեզիդենտ է եղել եւ հիմա պայքարում է պրեզիդենտի աթոռմար 100 հատ գործավեր են կարած, հիմա կարող է վաղը բանտ տալեն։ Իրանք չգիտեն, որ դա էլ արևմուտք։ Իրանց համար արժեքավոր արևմուտքը։ Արևմուտքը, մարդը արևմուտքի Ամերիկայի պրեզիդենտ է եղել, հիմա էլ տեխնացու է։ Այդ իրանց համար արևմուտք չի, այն իրանց համար արևմուտք է, որովհետեւ լիբերալ է, ձախակողմյան է, որովհետեւ Սորոս պապին իրանց փող է տալի։ Դրանք բոլորը Սորոսի գրանտակերներ են կամ իրանց տակի մարդիկ են, որ աբրվում են դրանով։ Դե հիմա ասում հերիք ասեք Սորոս 100 տարեկան մի մարդ է։ Արևմուտքը, իրանց արևմուտքն է դա, բայց Սորոսին արևմուտքում ասողներ կան, որ ինքը արևմուտքի թշնամին է։ Հենց արևմուտքում ասող կա, հենց ստեղ լիքը։ Բայց նրանք դա չգիտեն, որովհետև ինֆորմացիա չունեն։ Իրանք այնքան պարզունակ մարդիկ են, բոլորը փող սիրող, փողի կարիք ունեցող, ամեն ինչ փող անդեղ գիտես, որ այդ պապիկը, որ ձմեր պապիկի պես մեշակը շալակ եկել է փող բաժանելու, մեկը չի հարցնում, ես փողերը ինչի համար ես բաժանում։
Ես ինչ բարի պապիկ ես։ Վերցնում են ուտում են առանց հասկանալու ծախսում են, թե այդ փողերը ինչ փողեր է։ Այդ ինչի էր եկել այդ ձմբեր պապիկը փողեր բաժանում։ Բաժանում, այո։ Այսօր էլ նույնիսկ եթե հասկացել են, իրանց շլանգի տեղ են դրել, որ այդ բաժանումը նրա համար, որ դուք այս ազգային տեսակը ձեր վերացնեք, դառնաք գլոբալ աշխարհի քաղաքացի։ Ձեր ազգային այն ինչ որ Նիկոլ այսօր անում է, ինչ ազգ, ինչ ազգային պատկանելություն, ինչ պատմական Հայաստան, այն ինչ որ սա այսօր մեկ-մեկ անում այդ գլոբալիզմի ծրագիրն է։ Նրանք ովքեր որ արևմտամետ են, չեմ ասում բոլորը, կան նաև մարդիկ, որ այդ մակարդակի չեն։ Իրանց համար արևմուտքը սա է, այն արևմուտքն է, որը իրանց կործանում է, իրանց պատմությունը ջնջում է, իրանց գյուղերը ծախում է, խափում է, որ դուք լավ կապրեք, որ ձեր հողերը ծախենք, որ դպրոցական գրականության մեջից պատմություն հանում են, հերոսների անունները հանում են, նկարները վերցնում են, այսինքն իրանց որպես տեսակ, որպես ազգ ոչնչացնում են, բայց կարևորը արևմուտքը իրանց փրկելու է։ Լավ, Ռուսաստանի հետ ոնց ենք, թշնամանում ենք Ռուսաստանի հետ։ Եթե այս դեպքում մենք միշտ հիշում ենք Կրուշկովի զրահապատ մեքենան եւ հիշում ենք տիրոջը, բա ո՞նց ենք փախնում Ռուսաստանի ձեռքից։ Այդ եմ ուզում հասկանալ։ Ուրեմն որպեսի մենք Եթե տերերի խաղա գնում, որպեսի մենք մի տիրոջ տակից չփախնենք, մտնենք ուրիշ տիրոջ տակ, այն ինչ որ մենք արել ենք միշտ հիմա էլ չենք անում, քանի տիրոջ մենք առանք, կլինենք ինքներս մեր գլխում։ օքեյ։ Եթե մենք կլինենք մեր գլխում ինքներս, մենք կունենանք իրական ազգային պետություն, ազգային իշխանություն, ազգային ծրագրով, ազգային նկարագրով մարդիկ իրանց կենսագրությամբ, իրանց ապրած կյանքով։ Այն ժամանակ այդ մարդիկ այնքան խելոք կլինեն, որ կիմանան արևմուտքի հետ ոնց վերաբերվեն, ըստ իրանց շահի համապատասխանության, արևելքի հետ ոնց վերաբերվեն, հյուսիսի հետ ոնց, հարավի հետ ոնց։ Պարոն Զատիկյան, չեք կարծում, որ դժվար է այդ, ո՞րն է ելքը, հետաքրքիր է։ Դիշա ջան, սրանք հարցեր են, որ ել եմ ասում, այսօր ես ու դու չենք կարող որոշենք վաղ անենք։ Հա, սրանք տարբերակներ են, որը ամբողջ աշխարհում մեկ ընդունված է եղել։ Նրանք ովքեր եղել են իրանց գլխում, հələ մարդու վերցր, անհատ մարդու, հələ ժողովրդի պետությունը թող մի կողմ։ Անհատ մարդը շքու շրջապատում, ինչ որ դու ճանաչել ես, որը որ իր գլխու է, ավելի հարգված, ավելի ճիշտ մարդ չի, քան թե օրական մեկի տակից էլ մյուս տակն է մտնում։ Նույն բանը ժողովուրդն է։ Այն մարդը, որը որ ինքնուրույն է, ինքը բոլորի հետ կարող լեզու գտնի, որտեղ ինքը ինքնուրույն է, բրթող չունի, առնող չլինի իրան, ինքը իր խելքով հարցերը լուծում է, իրան հարգողներ կան։ Նույնն էլ ժողովուրդն է, պետությունն հավաքականն է։ Եթե դու մեկի տակից հելնող մյուսի տակ պարկող ես վերցնում քեզ ղեկավար, դու տենց էլ պիտի ապրես քաշակած։ Վերջում կհոգնես, կասես մենք ժողովուրդ չենք, մենք ազգ չենք, մեկը վեկալի մեզ պահի, այսօր ասում են։ Այսօր ասում են ինչ ազգ, ինչ բան, մեկը մեզ պահի եթանք ապրենք։ Բայց դրա ման են փախնում Մեքսիկոյի սահմանով գալիս էստե։ Հայաստանի անունը չեն տալի։ Այս Չարիքին փակել են ազգի վզին, իրանք Մեքսիկոյից սողալով մտել են Ամերիկա, գրդոն են անում։ Մեզ հասցրել են այս վիճակի, այս ամեն ինչը։ Ժողովուրդը ամեն դեպքում ժողովուրդին պիտի ասող լինի, որ ժողովուրդը փոխվի, ժողովուրդը ինքը իր բոլոր ժողովուրդներն են տենց։ Բայց ինչու չեն ասում։ Շատերը կան, որ ձեր նման գիտեն, ինչի չեն ասում։ Դե ասացի, հազար մի պատճառներ կա։ Առաջինը, որ ուժ չունեն, ֆինանսներ չունեն, մնացած հատվածին փչացրել են, սպորտերներ չունեն, մեջների մարդ չկա կանգնող, այսինքն ժողովրդին օր-օրի, տարի-տարի, ժամ-առ-ժամ այնքան են փչացրել, որ այդ մարդիկ չեն կարողանում իրենց համապատասխան մասսաճ արեն իրենց տիկունք։ Չնայած էլ եմ ասում, անհնար չի, հնարավոր է, եթե 10 հոգի, 20 հոգի հավատան գան իրար կողք։ Կախված է այդ մարդկանց ուժից, իրենց կալիբրից, իրենց գիտակցությունից, իրենց դուխից, հազար մի բաներից է կախված։ Բայց եթե այդ մարդը ու գալու են, ես հավատում եմ, այս տարիքից արդեն այսքան տարի ես գործի մեջ, ես հավատում եմ, որ մի օր կարող է վաղը, կարող է մի տարի հետո, կարող է մի ամիս հետո, այդ մարդիկ կյանքը ստիպելու է գան իրար կողք։ Նորեն ժամանակ այս ժողովուրդը կհասկանա, որ մինչև հիմա իրան ոնց են խաբել, ինչու են խաբել ու ինչ են բերել իր գլխին, որ սրանք ուրիշ տեսակի մարդիկ են։ Այդ օրը մի օր սկսելու է, հայ ազգը չի ոչնչանալու։ Կարող է նորից ստրկացման փուլ սկսվի, նորից անկախության հարց բարձրացվի, նորից հայեր միացում սկսվի, բայց մեկը սկսվելու է։ Պարոն Զատիկյան, դուք ապրիլի 24-ին ականատես եղաք, երևի որ հանրապետության իրարանցումը տեսակ Ծիծեռնակաբերդում առաջի տիկնոջ հետ կապված է, որ երեխայի հետ եկել էր խոնարհում ժողովուրդը գոռաց, բղավեց, բան, ասենք այդ տիկնոջ արհամարանքը շատերը նկատեցին։ Ես չէի ասի այնքան արհամարանք, ինչքան որ ինքը մեծ տրիվոգա, բանումներ, անհանգստություններ մեջ ուներ, չէ՞ անհանգստություն։ Սարսափելի, որովհետև այդ այն պահն էր, որ ինչքան էլ որ ինքը քիթը բարձր, գոռոզ աղջիկա իրան թվում է թե շատ բան գիտի, ես իրան first lady-ա պատկերացնում կամ գուցե թագուհի, ինքը այդ պահին զգաց, որ իրանք ոչնչություն են, որ իրանք հայտնի չի, իրանք ինչա սպասում։
նույնիսկ եթե Հայաստանից փախնել։ Ինքը այդ պահը զգաց, մանավանդ որ ձակնել կողքներ, այդ ահազանգը, այդ մտավախությունը, մտահոգությունը խորը ինքը ամբողջ այդ ընթացքում իր դեմքին արտահայտվում էր։ Եվ վերջի հարցն եմ ուզում ուղղեմ, Ղարաբաղը այլևս ավարտված թեմա է հայերի համար։ Ինչ արեց։ Ավարտված թեմա է Ղարաբաղ, Արցախը։ Ավարտվեց այս թեման, վերջ էլ չկա էլ այդ թեման։ Հիմա շահարկողներ շատ կան ու էլի շատանանք, փորձան շահարկել, նույնիսկ այդ բիզնեսը շարունակեն։ Միշտ պղտոր ջրուձուկ բռնողներ էլի, հիմա գիտեք անում են աչքի ծախի։ Իսկ եթե թողենք բիզնեսը, մտահոգ հայրենակիցները։ Հայկական հարցը, երբ որ կփակվի, Հավիտյան, որ չի լինի տենց բան, Ղարաբաղյան հարցն էլ հետո կփակվի։ Հայկական որևէ պահանջատիրական հարց ոչ միայն չի փակվի, այլ նորովի կգա շուտով ասպարես, եթե նոր հայեր գան մեջտեղ։ Ես այդ մասին շատ եմ գրում, նկատած կլինես, ասում են որն է փրկությունը, ասում եմ նոր հայ ժողովուրդ ստեղծելու մեջ։ Նոր ինչ անշարք նոր հայ ժողովուրդ։ Բայց պարոն Զատիկյան, այս իրականության մեջ նոր հայ ժողովուրդ կծնվի։ Էլի նույն բանը, մի օրում չենք անելու դա։ Այսինքն մենք չենք Ամեն ինչ պետք է սկիզբ ունենա։ Առաջ պետք է լինեն անողները։ Ցանկացած որևէ նոր բան ստեղծվելու համար առաջ պետք է լինեն գաղափարակիրները, գան իրար քովքովի ու անցնեն մի քայլ առաջ։ Ամեն ինչ տենց է այսօր մարդկությունը քարե դարից մինչև այսօր տենց է զարգացել, որևէ բան, որ այս աշխարհում փոխվել է, գնացել առաջ եղել է գաղափարակիրները, հետո քայլերը իրականացման։ Մենք հեծանիվ չենք հնարելու, մեր մոտ էլ է տենց լինելու։ Եվ մի շատ կարևոր նաև մի հետաքրքիր բան եմ ուզում ասեմ, շատերը մեղադրում են Սերժ Սարգսյանին Նիկոլ Փաշինյանին բերելու եւ սկուտերի վրա հանձնելու իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանին Սերժ Սարգսյանը բերեց։ Ոչ ոք չի կարող դա կոնկրետ ասի, ենթադրությունները ես էլ մեկը դրանցից կնեմ։ Դա եմ ուզում Իմիջիալը ձեզ շատ կարևորում եմ այդ հարցը։ Այսքան լայվ ջիներ կան, չէ՞, հաղորդումներ անող լայվ բան։ Դրանց բոլորին ինֆորմացիա են տալիս միտեղ, զգում ես, չէ՞, որ մարդը ասում է, բայց եթե ինքը աղբյուրը չի ասում, ինքը մուտի տանում։ Եթե աղբյուրը պետք է ասի, եթե դու վաղը պաշտոնական բաներ սկսես հաղորդել, դու պետք է աղբյուրը ասես։ Հիմա այդ մարդիկ, որ այդքան ինֆորմացիա են տալիս իրանց, մեկին ստեղից, մեկին ընդեղից, ժողովրդին զբաղված պահելու համար են անում։ Իրանց հիմա դիմում եմ, եթե այս խոսքը լսեն։ Եթե կարող եք, ինֆորմացիա ստացեք ձեզ փոխանցողներից, թե ինչպես ա եղել Նիկոլին իշխանության բերելու պահը, ոնց ա սկսել։ Ասում են, թե ենթադրություններ է։ Դա ենթադրություններ է, բայց իրանք գիտեն, որտեղ ինֆորմացիա կա։ Կոնկրետ եղել է, չէ՞, ու կա։ Ով ում մոտեցել է, առաջարկել է, որ արի Նիկոլին դարձնենք բան, եւ այդ ինչ որ միտեղից սկսել է, փաստեր կան, իրանք գիտեն, իրանք չգիտեն, իրանք կարան տան, իրանք ինֆորմատորները կարան տան այդ ինֆորմացիան, որը շատ կարևոր է։ Ինչի եթե դա մենք կոնկրետ իմանանք, դրանից հետո շատ պորտկումային իրավիճակ կստեղծվի։ Կարող անդեղնից դետալներ լինի, որ այս մարդուն ով պեղեց, ով ամենամեծ տերը դարավ, ով ֆինանսավորեց, ով բերեց ասպարես, ով Գյումրիից մինչև Երևան քայլել տվեց առանց ոստիկանության մոտենալու խանգարելու։ Սա այս հարցը, որ ժողովուրդը գոնե իմանա, իմացվի եւ տարածվի։ Արագ մեր իրավիճակում շատ բան կփոխվի կյանքում։ Շնորհակալություն, որ չմերժեցիք իմ հրավերը, պարոն Զատիկյան, ես ուզում եմ ձեզ մի բան ասել, առաջարկություն անել, որ մոտակայքում կխնդրեմ, եթե դժվար չլինի, եւս մեկ անգամ լինել իմ տաղավարում, հետաքրքիր է, որտեղ ձեզ այդ հետաքրքիր է զրուցել եւ երկար հարցերի պատասխաններ դեռևս չլսեցի, որովհետեւ մնացին չտրված այդ հարցերը։ Եկեք ես ձեզ նախապես կասեմ օրը, ժամը եւ միասին պայմանավորվենք, մի մերժեք ինձ, որովհետեւ ձեզ հետ հետաքրքիր է զրուցել։ Շնորհակալություն, որ եկաք, շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Ես եմ շնորհակալ, սա մերժելու հետ կապ չունեցող բան է, որովհետեւ սա մի բան է, ինչի մասին որ մենք խոսում ենք, որ եթե մի հոգու էլ պետք է, այդ մի հոգին էլ կարող է պետք է ընդհանուր գործի։ Սա բաներ է, որ ես ապրել եմ իմ կյանքը, դրանց մեջ եմ եղել, սա իմ տեսակետն է զուտ անձնական, որը ում որ հասավ է տեսակետը, ինքը կորոշի համամիտա թե համամիտ։ Սա ընդհանրապես բանը, որ մենք անում ենք։ Ես եմ շնորհակալ։ Իմ շատ սիրելի հեռուստատողներ, շնորհակալություն մեզ հետևելու համար, հետևեք Գրիշա Սանդալյան YouTube-յան էջը եւ բնականաբար մենք ունենում ենք բարբերաբար հետաքրքիր հաղորդումներ պատրաստված ձեզ համար։ Խոսքիս ավարտ ուզում եմ մոտավորապես այսպես ասել, ապրեք խաղաղությամբ, եղեք երջանիկ ապահով, հայ մնացեք եւ երբեմն հիշեք, որ չպետք է խաբվեք, իմ շատ սիրելի հեռուստատողներ։ Սա կարևոր է։ Ստեսություն միշտ նոր հանդիպում։ Հովանավոր Art in Beauty Aesthetics